Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1603-րդ օրն է, թեժ օրեր ենք ապրում, հետաքրքիր եւ ոգեւորիչ լուրեր ունենք։ Երեկ չկարողացա, ավելի ճիշտ չհասցրեցի եթեր կազմակերպել, որդուս բուժման process-ը ավարտվեց եւ նրան նորից ռազմաճակատ ճանապարհելու գործերով էի մի փոքր զբաղված։ Ներող եղեք, վստահ եմ այսօրվա լուրերը ավելի ոգեւորիչ կլինեն մեզ բոլորիս համար։ Ռուսաստանի քարտեզի վրա չի մնացել խոշոր նավթավերամշակման գործարան, որը չի այրվել ուկրաինական հարվածներից հետո։ Ղրիմի հոբ համակարգը, որը փաստացի կոտրվել է եւ բացվել է բարի դրոնների ճանապարհը դեպի հյուսիսային Կովկաս, իսկ ճանապարհին ոչնչացվում են ռուսական ստվերային նավատորմի հարյուրավոր նավեր Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում։ Մոսկվայի մարզում Պուտինի զորքերի ծուռ հոպի հետևանքով նորից զոհեր կան քաղաքացիականների շրջանում։ Դնեպրոպետրովսկի մարզում հարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի 425-րդ առանձին գրոհային գունդը Սկելյան ռուս օկուպանտներին վռնդել է 6 բնակավայրերից։ Այս ֆոնին Պուտինը փորձեց օգտագործել իր բալիստիկ հրթիռների սակավաթիվ զինանոցը Կիևին կրկին վնասելու համար, բայց յուրաքանչյուր հարվածով բացահայտվում է Պուտինի, նրա երկրի եւ բանակի թույլ դեմքը, ու մինչ Պուտինը եւ նրա քարոզչությունը փորձում են հանգստացնել ռուսաստանցիներին, որոնք կարծես սկսում են հասկանալ, որ իրենց երկիրը գլորվում է դեպի անդունդ, Ուկրաինան մեծացնում է Ռուսաստանի դեմ հարվածների տեմպը, Եվրոպայում կատարում է միավորող դեր, ստեղծում է նոր տեխնոլոգիական շղթաներ, որոնք կապում են ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Ամերիկան։ Ես մի քանի անգամ իմ եթերներում ասել եմ, որ Կիևը վերադարձնում է իր դերը աշխարհում, որը նախկինում իրեն էր վերագրել Մոսկվան, այսօր ագրեսիայի ենթարկված Ուկրաինան աշխարհում ավելի մեծ դեր է սկսել խաղալ, քան Ռուսաստանը, որը իրեն համարում էր գերտերություն, սակայն իրականում Ռուսաստանը դժվարությամբ կարող է համարվել անգամ տարածաշրջանային տերություն, եւ յուրաքանչյուր օրվա հետ Ուկրաինայի դերը աշխարհում աճում է, իսկ Ռուսաստանի դերը նվազում։ Սա է պուտինյան քաղաքականության արդյունքը։ Վերջին օրերին Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակել են հեռահար հարվածները Ռուսաստանի տարածքում եւ ժամանակավորապես օկուպացված ուկրաինական շրջաններում գտնվող ռազմական եւ ռազմավարական նշանակության օբյեկտներին։ Վստահ եմ մեր Telegram-ի բաժանորդները բաց չեն թողնում ոգևորիչ կադրերը։ Նախանցյալ գիշերվա ընթացքում ամենամասշտաբային հարվածներից մեկը հասցվել էր Մոսկվային։ Ռուսաստանի իշխանությունների տվյալներով հակաօդային պաշտպանության համակարգերը իբր խոցել կամ ճնշել էին տասնյակ ուկրաինական դրոններ, միևնույն ժամանակ հարձակման հետևանքով վնասվել էին ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև ռուսական հոպի վատ աշխատանքի պատճառով բնակելի տներ, բռնկվել էին հրդեհներ, իսկ պաշտոնական տվյալներով զոհվել է 3 մարդ եւ եւս մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դե բազմիցս ասել եմ, ուկրաինական դրոնները այդքան վնաս չեն տալիս խաղաղ ռուսաստանցիներին, որքան հենց ռուսական բանակը։ Չնայած ռուսական իշխանությունների հայտարարություններին իբր հակաօդային պաշտպանության արդյունավետ աշխատանքի մասին, բարի դրոնների հարձակումը կրկին ցույց տվեց, որ նույնիսկ Մոսկվայի մարզը շարունակում է խոցելի մնալ նման գործողությունների ընթացքում։ Ուկրաինական գենշտաբը մեկը մյուսի հետևից նոր ռելիզներ է ներկայացնում Ռուսաստանի տարածքում խոցված օբյեկտների մասին։ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցված ուկրաինական դրոնների հարվածները հանգեցրել են դիզելային վառելիքի արտադրության ավելի քան 40% անկման, ստիպելով Կրեմլին արգելք մտցնել դրա արտահանման եւ պատրաստվել ներմուծմանը։ Վառելիքի դեֆիցիտը հանգեցրել է ագրոհատվածի կոլապսի եւ տեխնիկան լիցքավորելու անհնարինության, ինչի պատճառով արդեն ամբողջական ռեգիոններ չեն կարողանում աշխատանքները շարունակել։ Օրինակ Ալթայի երկրամասում վիճակը սպառնում է ամբողջական ագրոհատվածի եւ բնակ կոմունալ տնտեսության կանգնեցմամբ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է վերջին շաբաթվա հեռահար գործողությունների արդյունքները։ SBU-ի տվյալներով խոցվել են Ռուսաստանի ռազմական լոգիստիկայի եւ նավթային ենթակառուցվածքի մի շարք կարևոր օբյեկտներ, դրանց թվում են Սյուզմաքս դասի Blue տանկերը Սևծովում, Չերկասի նավթամղիչ կայանը Բաշկարտոստանում, Կրասնայա Զվիզդա նավթաբազան Տվերի մարզում, Ստավրոպոլսկայա նավթաբազան Ստավրոպոլի երկրամասում, ինչպես նաեւ Կերչի ՏԵՍ տերմինալ 1 նավթաբազան, բացի այդ հաղորդվում է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի Վիսոցկի նավահանգստի ենթակառուցվածքի
Յարոսլավլի նավթամղիչ կայանի եւ Կալուգայի մարզում գտնվող առաջին գործարան նավթավերամշակման համալիրի խոցման մասին, որտեղ հարվածներից հետո բռնկվել են հրդեհներ եւ շարքից դուրս են եկել նշված գործարանները, առանձին ուշադրության է արժանի Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած հերթական հարձակումը, Ռուսաստանի իշխանությունները հաստատել են դրոնների հարձակման փաստը եւ արդյունաբերական գոտում առաջացած հրդեհները, ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով խոսքը Միխայլովսկի շրջանում գտնվող նավթաբազայի մասին է, որը մեկ շաբաթվա ընթացքում խոցվել է 2 անգամ, դառնալով հարձակման թիրախ։ Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար Բրովդին հայտարարել է, որ շարունակվում են համակարգված հարվածները ժամանակավորապես օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմական ենթակառուցվածքներին։ Մադյարի խոսքով թիրախավորվում են հակաօդային պաշտպանության համակարգերը, ռազմական օբյեկտները, էներգետիկ ենթակառուցվածքները եւ լոգիստիկ հանգույցները, որոնց ոչնչացումը պետք է էապես բարդացնի ռուսական զորքերի գործունեությունը թերակղզում։ Ուկրաինայի գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ։ Գլխավոր շտաբը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարվածներ հասցնել հակառակորդի անձնակազմի, կուտակման վայրերի, հրամանատարական կետերին, զինամթերքի պահեստներին, ռազմական տեխնիկային եւ այլ կարևոր ռազմական օբյեկտների։ Գլխավոր շտաբը նաեւ ընդգծում է, որ Ռուսաստանի ռազմական եւ ռազմատնտեսական ենթակառուցվածքների դեմ հեռահար հարվածները շարունակվում են մնալ Ուկրաինայի պաշտպանության ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը եւ ուղղված են հակառակորդի ռազմական ներուժի աստիճանական թուլացմանը։ Ռոբերտ Մադյար Բրովդին նաեւ բացատրել է, թե ինչու Ուկրաինան այս պահին նպատակային հարվածներ չի հասցնում Ղրիմի կամրջին։ Նրա խոսքով ներկայիս ռազմավարության նպատակը ոչ թե կամրջի անմիջական ոչնչացումն է, այլ Ղրիմի ամբողջական ռազմական մեկուսացումը։ Դրա համար Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետևողականորեն խոցում են վառելիքի պահեստերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, ռազմական լոգիստիկան, էներգետիկ ենթակառուցվածքը եւ մատակարարման ուղիները, ինչպես նշել է Մադյարը, մենք փակում ենք դեպի Ղրիմ տանող ճանապարհները, ոչ թե այնտեղից դուրս գալու ուղիները։ Նրա խոսքով նպատակը այնպիսի պայմաններ ստեղծելն է, որ ռուսական զորքերի ներկայությունը թերակղզում դառնա գործնականում անհնար առանց լայնածավալ ցամաքային գործողության։ Այլ կերպ ասած, մուտքերն են փակվում, ելքերը ազատ է։ Մեր Telegram-ի բաժանորդները երևի թե հրապարակված նյութերի քանակից զգում են, թե վերջին օրերին որքան են ավելացել ուկրաինական հարվածները Ռուսաստանին։ Հուլիսի 14-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել ռուսական 2 նավթավերամշակման գործարանների, նավթի վերամշակման շրջանին, Ազովի ծովում գտնվող նավերին, ինչպես նաև զինամթերքի պահեստին եւ լոգիստիկ հաբին, ինչպես հայտնել է անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Մադյարը, իր ուժերը ծովում խոցել են 3 եւս 11 ռուսական նավ, իսկ 9 օրվա արդյունքներով Ուկրաինայի զինուժը արդեն խոցել է ռուսական ստվերային նավատորմի 116 նավ։ Կարծում եմ գիտեք, որ սա նույնպես վերջնական թիվը չէ, բայց այդ մասին մի փոքր ուշ կխոսենք։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը մի շարք հարվածներ են հասցրել, խոցելով Բաշկորտաստանում գտնվող Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ գործարանի ավետը 6 նավթի առաջնային թորման կայանքը, անօդաչու թռչող սարքերի 1500 կիլոմետրանոց նոր ռեկորդային թռիչքից հետո գործողությունները ներառել են նաև կրկնակի հարված Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին, լոգիստիկայի խոցում Գելենջիկում եւ Նավարասիսկի մոտակայքում Սարգան 3000 ծովային համալիրի միջոցով խոցվել է ռուսական Իզումրուդ սահմանապահ պահակային նավը, փաստացի ոչնչացվել է, երևի թե կադրերը տեսել եք մեր Telegram-ում։ Բացի այդ, Ազովի ծովում շարքից դուրս են բերվել ստվերային նավատորմի նավեր եւ թիկունքում գտնվող զինամթերքի պահեստներ։ Հուլիսի 14-ին օդային մարտեր էին ընթանում նաեւ Ռուսաստանի տարածքում, բացի օկուպացված տարածքները 11 Ռուսաստանի մարզերում, մասնավորապես Բելգրադի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Արիոլի, Ռոստովի, Ռիազանի, Սարատովի եւ Տուլայի մարզերում։ Տեղական ալիքները հայտնում էին թիկունքում գտնվող ռազմական պահեստներում եւ լոգիստիկ օբյեկտներում բռնկված հրդեհների մասին։ Բոլոր հնարավոր կադրերը, ինչպես միշտ մեր Telegram-ում են, Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վրա դրոնների հարձակումները կրում են պարբերական բնույթ։ Բարի դրոնների հարվածների սպառնալիքի պատճառով Ռոսավիացիան հապշտապ հատուկ ռեժիմի եւ թռիչքների սահմանափակումները մցրել Ժուկովսկի միջազգային օդանավակայանում։ Մոնիտորինգային ալիքները գիշերային հարվածներ են արձանագրել Կերչի եւ Սևաստոպոլի շրջանում, բարի դրոնների հարվածների տակ են հայտնվել
նորից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք ապահովում են օկուպանտների ռազմական բազաները, տեղական ջեկը եւ խոշոր էլեկտրական ենթակայանը, կրիտիկական վնասվածքների պատճառով ռուսական իշխանությունները Սևաստոպոլում հատուկ ռեժիմ են հայտարարել, կարծես թե օղակը սեղմվում է ռուսական բանակի պարանոցին։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում, ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր աջակցության համար, իրոք շատ եք օգնում, շատ շնորհակալություն։ Անցած 3 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարը հանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 754 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 4190 զինվոր եւ ավելի քան 6761 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն, ռելիզները ձեր էկրաններին են, պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,423,280 օկուպանտ, Գերմանիան Ուկրաինային մատակարարում է Autherion արհեստական բանականությամբ օժտված 50,000 շրայք մարտավարական դրոններ, որոնք ընդունակ են ինքնավար կերպով շրջանցել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը եւ ոչնչացնել տեխնիկան։ Այս մատակարարումները տեղի են ունենում ուկրաինական դրոնների հարվածներով հրահրված Ռուսաստանի վառելիքային ճգնաժամի ֆոնին, որը Z բլոգերների գնահատականներով Ռուսաստանին սպառնում է սոցիալական կոլապսով։ Նաեւ Մեծ Բրիտանիան հունիսին հայտարարել էր, որ այս տարի Ուկրաինային կտրամադրի 150,000 դրոն 752 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ավելի լայն ֆինանսավորման փաթեթի շրջանակներում Ռուսաստանի համար սա վատ նորություն է, ասում են ռազմական վերլուծաբանները։ Ուկրաինային ցուցաբերվող արևմտյան օգնությունը ավելի ու ավելի տեսանելիորեն է թեքվում թանկարժեք համակարգերի հատով մատակարարումներից դեպի էժան հարվածային անօդաչուների զանգվածային արտադրություն, իսկ սա հենց պատերազմի այն ձևաչափն է, որտեղ քանակը, մատակարարման արագությունը եւ վերջնական հատվածում ինքնավարությունը կարողանում են փոխել իրավիճակը ռազմաճակատում ավելի արագ, քան դասական երկարատև պաշտպանական ծրագրերը։ Z պատրիոտների շարքերում տագնապը աճում է, քանի որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության ֆոնին իրավիճակը Ռուսաստանում վատթարանում է։ Z-նիկները Կրեմլին կոչ են անում հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, քանի որ Ռուսաստանում զարգանում են սուր տնտեսական եւ սոցիալական ճգնաժամեր, ավելի ու ավելի մեծ հավանականություն է, որ Ռուսաստանը կհայտնվի լայնամասշտաբ եւ դաժանագույն տնտեսական ճգնաժամի շեմին, որը կհանգեցնի երկրի թուլացմանն ու փլուզմանը։ Ամեն ինչ չափազանց հեռու եւ խորն է գնացել, խաղաղությունն ու խաղաղ բանակցությունները անհնար են բառի բուն իմաստով, նշում են Z-նիկները, միայն կողմերից մեկի ամբողջական ոչնչացում կամ կապիտուլյացիան ըստ նրանց կհանգուցալուծի այս իրավիճակը։ Կարելի է էլի ձգձգել, բայց այդ դեպքում բենզինի, ջրի եւ էլեկտրականության բացակայությունը ծաղիկներ կթվան։ Հիմա լցակայաններում բենզինի համար են միմյանց ջարդում, իսկ հետո կջարդեն մի կտոր հացի եւ մեկ տուփ տուշոնկայի համար։ Դա եք ուզում, գրում են Z-նիկները, կոչ անելով Պուտինին միջուկային հարված հասցնել Ուկրաինային։ Սրանք երևի տենց էլ չհասկացան, որ Պուտինը այն ինչ որ կարող էր անել, արդեն արել է, եւ հիմա պարզապես ստանում է այն, ինչին արժանի է։ Իդեպ Չինաստանը կասեցրել է Սիբիրի ուժը 2 գազատարի շուրջ բանակցությունները, Ռուսաստանից պահանջելով գնի արմատական նվազեցում եւ միևնույն ժամանակ հող է նախապատրաստում Վլադիմիր Պուտինի հեռացումից հետո ընկած ժամանակահատվածի համար, ձգտելով ամրագրել Ռուսաստանի երկարաժամկետ տնտեսական կախվածությունը։ Պեկինը օգտագործում է տնտեսական անհավասարակշռությունը, որպեսզի Մոսկվային ստիպի սուբսիդավորել գազի մատակարարումները, միաժամանակ կապեր հաստատելով պոտենցիալ Պուտինի իրավահաջորդների հետ։ Պուտինը օգտագործված իր է դարձել եւ լավ կլինի, որ Հայաստանում այն պուտինահպատակ մասսան դա շատ լավ ընկալի։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Մակրոնի նախագահության ընթացքում Հայաստանը իր տեղը գտնի եվրոպական պաշտպանական կառույցներում, թե չէ Մարին Լեպենի ռեյտինգը գնալով աճում է, չնայած նրան, որ այդ քաղաքական գործիչը ունեցել է պրոհայկական տրամադրվածություն եւ Արցախի եւ ցեղասպանության հարցերում, ինչպիսին կլինի նրա ազդեցությունը հայկական նոր քաղաքականության վրա, դժվար է ասել, հաշվի առնելով, որ Եվրոպայում Մարին Լեպենը չի ունենալու Մակրոնի հեղինակությունը։ Իդեպ Ադրբեջանում արդեն տագնապային տրամադրություններ
զորամասեր են այդ առումով, վերլուծաբանները ծանր ու թեթև են անում, թե ինչպես կազդի Մարին Լե Պենի նախագահությունը Ադրբեջանի վրա, նրանք մեծ վախեր ունեն։ Հիմա ես անցնեմ մեր եթերի ամենակարևոր քաղաքական թեմային, հետո ձեզ կներկայացնեմ ամենաթարմ ուկրաինական խոցումները, այն ինչ անում է այսօր Ուկրաինան լավ օրինակ է Հայաստանի համար, եւ քանի որ նախագահ Զելենսկին լավ է վերաբերվում հայերին եւ Հայաստանին, սա Երևանի համար պատմական շանս է այս մնացած ամիսները օգտագործել Մակրոնի եւ Զելենսկու հետ արդյունավետ աշխատելու համար։ Խոսենք շատ կարևոր իրադարձությունից, Փարիզում կայացած կամավորների կոալիցիայի գագաթնաժողովը դարձավ ոչ միայն հերթական աջակցությունը Ուկրաինային, այլև եվրոպական անվտանգության նոր մոդելի ձևավորման քայլ։ Հանդիպման գլխավոր առանձնահատկությունը այն է, որ դաշնակիցները խոսեցին ոչ միայն զենք ուղարկելու, այլև Ուկրաինայի հետ համատեղ պաշտպանական համակարգեր ստեղծելու եւ արտադրություն կազմակերպելու մասին։ Առաջին կետը, որը պետք է ուշադրություն դարձնենք, դա հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիայի կազմում Եվրոպան փորձում է ստեղծել սեփական վահանը, խոսքը ուկրաինական Ֆրեյայի մասին է, ինչը ինչպես բազմիցս ասել եմ, կարող է նաև Հայաստանի համար օդային վահան դառնալ Երևանի համապատասխան քայլերի դեպքում։ Ուկրաինան ներկայացրեց Ֆրեյան դաշնակիցներին եւ ստացավ համապատասխան աջակցություն։ Գագաթնաժողովի ամենակարևոր որոշումներից մեկը Ուկրաինայի եւ եվրոպական մի շարք երկրների մասնակցությամբ հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիայի ստեղծումն էր։ Դրան միացել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան եւ Շվեդիան։ Նպատակը ստեղծել ինտեգրված եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը կլրացնի արդեն գոյություն ունեցող միջոցները։ Այս նախաձեռնության կարևորագույն նրբությունը հետևյալն է. Ուկրաինան այլևս դիտարկվում է ոչ միայն որպես օգնություն ստացող երկիր, այլ որպես եվրոպական անվտանգության համակարգի մասնակից։ Պատերազմի ընթացքում Ուկրաինան կուտակել է եզակի փորձ, պայքարելով տարբեր տեսակի հրթիռների, դրոնների եւ բալիստիկ սպառնալիքների դեմ։ Այժմ այդ փորձը ուզում են օգտագործել ամբողջ Եվրոպայի պաշտպանության համար։ Եվս մեկ կարևոր կետ դա նոր հրթիռային համակարգի ստեղծումն է, ոչ թե մրցակցություն Պետրիոտի հետ, այլ ի հավելումն։ Քննարկվել են նաեւ եվրոպական նոր հակաբալիստիկ համակարգի ստեղծման գաղափարը, որը կապված է Ֆրեյա նախագծի հետ։ Դրա նպատակը ոչ թե ամերիկյան Պետրիոտ համակարգերին փոխարինելն է, ինչպես ասացի, այլ ստեղծել լրացուցիչ ավելի մատչելի եւ զանգվածային արտադրության հնարավորություն ունեցող եվրոպական լուծում։ Սա կարևոր է երկու պատճառով։ Առաջինը, Եվրոպան փորձում է նվազեցնել իր կախվածությունը միայն ամերիկյան պաշտպանական համակարգերից, եւ այստեղ պատճառը միայն Թրամփի քաղաքականությունը չէ, պարզապես Իրանի դեմ պատերազմը ցույց տվեց, որ միայն մեկ աղբյուրից կախված լինելը դա վնասում է բոլորին։ Երկրորդը դա անհրաժեշտությունն է մեծ քանակությամբ արտադրության եւ արագ համալրման մասով, որպիսի հակամարտություններում միայն թանկարժեք սահմանափակ քանակի համակարգերի հույսին չմնան ամբողջ տարածաշրջանում։ Կարևոր պայմանավորվածություններ նաև Ռաֆալ կործանիչների մասով, եւ սա կարևոր է ոչ միայն ինքնաթիռի, այլ ամբողջ համակարգի առումով։ Ֆրանսիան հայտարարել է Ուկրաինային 16 Ռաֆալ կործանիչների տրամադրման ծրագրի մասին, նախատեսում է, որ դրանք կարող են փոխանցվել 28-ից 29 թվականներին, սակայն հիմնական նշանակությունը միայն ինքնաթիռների քանակը չէ, Ռաֆալի ստացումը նշանակում է նոր սերնդի ավիացիոն տեխնոլոգիաների ինտեգրում, օդաչուների երկարատև պատրաստում, սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, արևմտյան սպառազինության հետ ավելի խորը համատեղելիություն։ Այսպիսով խոսքը ոչ թե պարզապես մի քանի ինքնաթիռի մասին է, այլ Ուկրաինայի օդուժի երկարաժամկետ վերափոխման մասին։ Ամենամեծ փոփոխությունը զենքի արտադրության տեղափոխումն է Ուկրաինա։ Ֆրանսիայի ամենանշանակալի քայլերից մեկը Ուկրաինային ֆրանսիական սպառազինության արտադրության լիցենզիաների տրամադրումն էր։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Scalp հեռահար թևավոր հրթիռներին, AASM կառավարվող ավիառումբերին, Aster հակաօդային պաշտպանության հրթիռներին, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ Սա կարող է դառնալ գագաթնաժողովի ամենաերկարաժամկետ հետևանք ունեցող որոշումը, եթե նախկինում մոդելը հետևյալն էր՝ Արևմուտքը զենքեր տալիս Ուկրաինային, ապա այժմ ձևավորվում է նոր մոդել, Եվրոպան եւ Ուկրաինան համատեղ արտադրություն են կազմակերպում ընդհանուր պաշտպանության արդյունաբերության զարգացման նպատակով։ Սա նշանակում է, որ ապագայում Ուկրաինան կարող է ավելի քիչ կախված լինել միայն արտաքին մատակարարումից,
ձեռքբերումներից կարևոր կետ է նաև դրոնների եւ նոր պատերազմի տեխնոլոգիաների դերը։ Գագաթնաժողովին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև անօդաչու համակարգերին։ Պատերազմը ցույց է տվել, որ ժամանակակից մարտադաշտում մեծ դեր ունեն ոչ միայն ավիացիան եւ հրթիռները, այլ նաև զանգվածային արտադրության էժան դրոնները։ Եվրոպական երկրները փորձում են համատեղել Ուկրաինայի մարտական փորձը սեփական տեխնոլոգիական հնարավորությունների հետ։ Եվ երևի թե ամենակարևոր կետերից մեկը Եվրոպայի ուղերձը գագաթնաժողովից Ռուսաստանին, Փարիզի հանդիպման քաղաքական ուղերձը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական երկրները փորձում են ցույց տալ, որ Ուկրաինայի հարցում իրենց աջակցությունը սահմանափակված չէ կարճաժամկետ օգնությամբ։ Հիմնական ուղերձը հետևյալն է. Ուկրաինայի պաշտպանությունը դիտարկվում է որպես Եվրոպայի անվտանգության մաս, պաշտպանական արդյունաբերությունը պետք է աշխատի երկարաժամկետ ռեժիմով, Ռուսաստանին զսպելու համար անհրաժեշտ է ոչ միայն դիվանագիտություն, այլ նաև ռազմական կարողությունների զարգացում։ Այսպիսով Փարիզի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքը ոչ թե առանձին զենքերի մասին հայտարարություններն են, այլ ռազմավարական փոփոխությունը։ Եվրոպան աստիճանաբար անցնում է հետևյալ մոտեցմանը. Ուկրաինային օգնելը այլևս միայն պատերազմի ընթացքում աջակցությունը չէ, այլ եվրոպական նոր պաշտպանական համակարգի կառուցման մաս է։ Ռաֆալները, հակաբալիստիկ համակարգը եւ արտադրական լիցենզիաները տարբեր ծրագրեր են, սակայն միասին դրանք ցույց են տալիս մեկ ուղղություն՝ Ուկրաինայի ավելի խորը ինտեգրումը եվրոպական անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության մեջ։ Անցնենք մեր ամենաթարմ հարվածների մասին տեղեկատվության բաժնին։ Հուլիսի 14-ից 15-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են լայնամասշտաբ եւ համակարգված գործողություն, որի նպատակն էր նվազեցնել ռուսական ագրեսորի ռազմատնտեսական պոտենցիալը։ Հարվածների հիմնական թիրախում հայտնվել են Սևծովի ռուսական նավատորմը եւ կարևոր ռազմական օբյեկտներ։ Սևծովի ջրատարածքում ուկրաինական դրոնները հաջողությամբ խոցել են ռուսական 17 նավթային տանկեր, 2 գազատար տանկեր եւ 1 քարշակ նավ։ Այս նավերը օգտագործվում էին Ռուսաստանի կողմից միջազգային պատժամիջոցները շրջանցելու եւ նավթամթերք տեղափոխելու համար։ Էներգետիկ բլեքաութը Ղրիմում շարունակվում է։ Դրոնների հարձակման հետևանքով Կերճ քաղաքը ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության, ինչի պատճառով տեղի իշխանությունները անցել են պահուստային գեներատորներին։ Զապորոժիի մարզի Նովոզլատապոլի շրջանում հաջողությամբ խոցվել է հակառակորդի ռադիոլոկացիոն կայանը։ Ուկրաինական ուժերը ոչնչացրել են նաեւ Դոնեցկի մարզի Դակուչաևսկի նյութատեխնիկական ապահովման պահեստը եւ Մարիուպոլի զինամթերքի պահեստը։ Բոլոր կադրերը, ինչպես միշտ մեր Telegram-ում են, Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հայտարարում է, որ նմանատիպ համակարգված գործողությունները շարունակական են լինելու, ուղղված Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելուն։ Այսպիսով 10 օրում 136 նավ է խոցվել։ Ռուսական Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի Մալոչկա գործողության տպավորիչ արդյունքներն են սրանք։ Ուկրաինայի զինուժի անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին Մադյարը պաշտոնապես հայտարարել է Սևծովի եւ Ազովի ծովերում իրականացված Մալոչկա կոդային անվանումով հատուկ ծովային գործողության առաջին փուլի ավարտի մասին։ Ընդամենը 10 օրվա ընթացքում հուլիսի 6-ից 15-ը ուկրաինական ծովային դրոնների թիրախում է հայտնվել ռուսական ստվերային նավատորմը, որը օգտագործվում էր միջազգային պատժամիջոցները շրջանցելու եւ Ղրիմում գտնվող ռուսական զորքերին վառելիքով ապահովելու համար։ Գործողության առաջին փուլում հարվածները իրականացվել են ծայրահեղ բարձր ինտենսիվությամբ, միջինում 1 հարված յուրաքանչյուր 112 րոպեն 1, խոցվել են տանկերներ, բեռնատար նավեր, լաստանավեր եւ քարշակներ։ Ստացված ծանր վնասների պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել կոմերցիոն նավագնացությունը Կերչի նեղուցով։ Այս մասին արդեն հայտնել էի ձեզ անցած եթերում։ Այսպիսով ուկրաինական կողմի պաշտոնական տվյալներով ընդհանուր հաշվարկով շարքից դուրս է բերվել Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող նավատորմի 136 միավոր տեխնիկա։ Սա լուրջ հարված է Ղրիմի լոգիստիկային եւ Ռուսաստանի տնտեսական հնարավորություններին։ Հիշեցնեմ, որ բոլոր հնարավոր տեսանյութերը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Ստվերային նավատորմի ջախջախմանը զուգահեռ Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հարված են հասցրել այսօր նաև Ռուսաստանի օդուժին։ Բելգրադի մարզի Վյազովեի շրջանում հարվածային դրոնով օդում խոցվել է ռուսական արդիական MiG-28 Նաչնոյ ախոտնիկ ուղղաթիռը։ Գործողությունը իրականացրել են Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը եւ 427-րդ առանձին գնդի Ռարոկ ստորաբաժանման մարտիկները։ Այսպիսով ռուսական կողմը մեկ օրում կորցրել է ոչ միայն ծովային լոգիստիկայի հսկայական մասը, այլև թանկարժեք հարվածային ավիացիա հենց իր սեփական թիկունքում։
Ագրեսոր երկիրը հուսահատված է Ուկրաինայի ռազմական հարվածներին, Ռուսաստանը պատասխանում է իր սովորական ոճով, այսինքն տեռորով, Ուկրաինայի զինուժի անօդաչու համակարգերի ուժերի հաջող ռազմական գործողությունը, որի արդյունքում Սև եւ Ազովի ծովերում խոցվել է ռուսական ստվերային նավատորմի 136 նավ, հուսահատության է հասցրել Մոսկվային, չկարողանալով ռազմական ճանապարհով կանգնեցնել ուկրաինական դրոնները, Ռուսաստանը արդեն 5 օր է ինչ անցել է բացահայտ տեռորի, թիրախավորելով Օդեսայի նավահանգիստներում գտնվող օտարերկրյա քաղաքացիական նավերը, ռուսական հրթիռների եւ դրոնների թիրախում են հայտնվել Տանզանիայի, Լիբերիայի, Տոգոյի եւ Մարշալյան կղզիների դրոշներով ընթացող 4 քաղաքացիական բեռնատար նավեր, կան զոհեր անձնակազմի շրջանում, խաղաղ նավերի գնդակոծության հետևանքով զոհվել է 8 օտարերկրյա նավաստի, այդ թվում նավապետերից մեկը, եւս ավելի քան 15 մարդ ստացել է ծանր վիրավորում։ Ռուսաստանը փորձում է վախեցնել միջազգային բեռնափոխադրող ընկերություններին այսպիսով եւ փորձել շրջապատել ուկրաինական ծովային միջանցքը, հարվածելով համաշխարհային պարենային անվտանգությանը, բայց ավելի շատ սա անճարության հարվածների է նման։ Այսպիսով ուկրաինական բանակի ճշգրիտ ռազմական հարվածների դիմաց Ռուսաստանը եւս մեկ անգամ աշխարհին ցույց է դնում իր ահաբեկչական էությունը, պատերազմելով անզեն նավաստիների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, բայց ագրեսորը թուլացած է եւ չի կարողանում ռազմական առումով դիմակայել Ուկրաինայի հարվածներին, իսկ մեր հարվածները, ինչպես տեսնում եք, գնալով ավելանում են։ Տարօրինակն այն է, որ ռուսները պարզ է, որ անճարությունից, բայց օրինակ քաղաքացիական օբյեկտներին հարվածները շարունակում են ներկայացնել իբր ռազմական թիրախ են խոցել, պարզ է, որ իրենց ժողովրդին հանգստացնելու համար են անում, բայց արդեն ամբողջ աշխարհի առաջ ծաղրի առարկա են դարձել իրենց այդ ինքնախաբեության պատճառով։ Այսպիսին է այսօրվա Ռուսաստանի պատկերը։ Բայց պատերազմով չմոռանանք, որ այսօր Ուկրաինայում տոն է, նշվում է Ուկրաինայի պետականության օրը եւ այսօրը ունի հայկական անջնջելի հետք նաեւ։ Կոնստանտինոպոլցի Աննայից մինչեւ մեր օրեր հայերը սերտ կապված են Ուկրաինայի պետականության հետ, պետականության եւ կրոնի հետ, երևի ավելի ճիշտ կլինի այդպես ասել։ Ասենք շնորհավոր եւ ամրապնդում հայ-ուկրաինական կապերին, հաճելի կլինի մի օր նաեւ Հայաստանից լսել շնորհավորանք այս տոնի առիթով, քանի որ նաեւ հենց հայերը անմիջական կապ ունեն այսօրվա հետ։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը, անչափ շնորհակալ եմ ձեզ ջերմ մթնոլորտի եւ ակտիվության համար, մինչեւ անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում, կհանդիպենք կամ ուրբաթ կամ շաբաթ օրը, տեսնեմ ինչպես կհաջողացնեմ, ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ ամենակարևորը անփորձանք եղեք։